Անցնենք կարմիր գծերին, ում հետ չեք համագործակցի։ Պարլամենտում գտնվող այսօրվա որևէ ուժի հետ պատրաստ չենք համագործակցել, որտեղ իրանք հավասարապես պատասխանատվություն են կրում այն վիճակի համար, որը մենք ունենք այսօր։ Իսկ պարլամենտից դուրս։ Իսկ պարլամենտից դուրս, հա, շատ-շատերի հետ պատրաստ ենք խոսել, շատ-շատերի հետ արդեն հանդիպել ենք, երկար ժամանակ խոսում ենք, կան խմբեր, որոնք այլ իրավիճակում գուցե եւ ես համաձայն չլինեի օրինակ հանդիպել խոսել, բայց իրավիճակի լրջությունը իսկապես այնպեսին է, որ ասում եմ, բոլորը պետք է իրանց, չգիտեմ, մոտ ամբիցիաներ ծայրահեղ չկան, բայց ինչ որ բաներ պետք է մի կողմ դնել ու հասկանալ, որ մենք գնում ենք ժամանակավորապես, գալիս ենք ինչ որ հարցեր լուծելու, հետո կգան ժողովրդին այդ փոփոխություններ անելուց հետո կգան ժողովրդին կհամոզեն աճ կգնան, ձախ կգնան, հյուսիս կգնան, հարավ կգնան, չգիտեմ, Տոգոյի հանրապետությունն համագործակցության ինչ ուզում կհամոզեն ժողովրդին, կստանան, կքվեն այդ փոփոխություններից հետո Աստված իրեք գնացեք, ասում են ձեր պլանները իրականացրեք։ Իսկ պարլամենտից դուրս ում հետ չեք համագործակցի։ Ասենք ասոցացվող, աֆիլիացվող, Դե աֆիլիացվող, դե բարձա, չէ, այնտեղ մարդիկ կան, ովքեր ունեն կուսակցություններ, դերակատարումներ, տեն շատ լուրջ օրինակ։ Դե չէ, անուններ հիմա չտամ, որովհետև մեր հանրապետությունը մենք այնքան մեծ առավելություն ունենք որպես փոքր պետություն, բոլորը ու ցանցային ժողովուրդ։ Մենք բոլորս բոլորին ճանաչում ենք 15-20 րոպե ժամանակ տվեք, ցանկացած մարդու, այ եկեք sense Facebook-ը բացենք, sense թերթենք, պատահական մեկի վրա մատը դրեք, 15 րոպե հետո մենք բոլորս ինֆորմացիա իր մասին կիմանանք։ Այսինքն հնարավոր չի չտեսնել, որ այս մարդիկ աֆիլիացված են ինչ որ խմբերի հետ։ Դե պարզա որ չէ, էլի։